Ամերիկայի նախագահ Ջեֆերսոնը գյուղատնտեսությունը կոչում էր ամենաիմաստուն զբաղմունք, քանի որ ամենաշատն է նպաստում բարեկեցության աճին, բարոյականությանը եւ երջանկությանը, իսկ հողի աշխատավորներին ընդհանրապես կոչում էր ամենաիմաստուն մարդկանց, ամենաարժեքավոր քաղաքացիներ, ովքեր ամենաամուրն են կարճած հողին եւ իրենց շահերը ամենաշատն են համընկնում պետության հետ։ Մենք մեր ամենօրյա հացի համար պարտական ենք գյուղացիներին եւ գյուղացիներին, գյուղատնտեսությամբ զբաղվողներին եմ ուղղում այս մեր խոսքը, նշելով, որ գյուղը եւ գյուղատնտեսությունը անտեսված չեն լինելու։ Մեր գյուղատնտեսական ծրագիրը կոչում ենք բարեկեցիկ գյուղ եւ մրցունակ գյուղատնտեսություն։ Գյուղատնտեսության վիճակը 98-99 թվականին շատ ավելի բարվոք չէր, քան քաղաքային կյանքը։ Կոլխոզները քանդվել էին ավելի շուտ, նոր որևէ բան չէր ստեղծել, ցորեն պարտանյութ չկար, բուժանյութեր չկային, սերմացու չկար, բայց թիրախային գիտակցված քաղաքականության արդյունքում գյուղը սկսեց շնչել, գյուղական կենցաղը սկսվեց բարելավել։ Կար գյուղատնտեսության նախարարություն, կային մարզպետարանի աշխատողներ, գյուղացին զգում էր, որ հող կա, մարդ կա, պետություն կա, խնդրի դեպքում կարող էր մոտենալ եւ դիմել պետությանը։ Հիմա մենք 25 տարի հետ ենք գնացել։ Գրչի մի հարվածով գյուղատնտեսության նախարարությունը քանդվեց։ Հարցնում ես ինչի, հոդաբաշխ պատասխան չկա, թե բա գյուղատնտեսությունը էկոնոմիկայի մասին։ Դե ամեն ինչն է էկոնոմիկայի մասին։ Տրանսպորտն ու կապն է, հետո։ Մեր վարելահողերի կեսից ավելը չի մշակվում։ Ու դրա համար սենց հորթի հրճվանքով ասում են, վայ, Ղազախստանից 4-րդ կարգի ցորեն ենք ներմուծել։ Վարելահողերի մեծ կեսից ավելը չի մշակվում, բայց աչքները Ղազախստանի վրա են։ Սա երկար շարունակվել չի կարող։ Մեր գյուղատնտեսական քաղաքականությունը միտված է լինելու գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հայրենակիցների եկամտաբերության աճին, պետության պարենային անվտանգության մեծացմանը, ինչպես նաև գյուղական կենցաղի եւ գյուղական կենսակերպի պահպանմանը։ Չես կարող առանց կալոշների գյուղերում քայլել, չի կարող սա շարունակվել։ Կենցաղը պետք է բարելավվի, տնտեսական հնարավորությունները պետք է հզորացվեն, որպեսզի մարդիկ մնան, աշխատեն, գյուղերում ամրապնդեն մեր սահմանները։ Ինչ ենք առաջարկում։ Ունենք կտրտած հողակտորներ։ Չանդրադառնանք ինչու այդպես սեփականաշնորհվեց, փաստ է։ Փոքր հողակտորների մշակումը դժվար է, եկամտաբերությունը մեծ չէ։ Խթանելու ենք կոոպերացիան եւ խթանելու ենք հողերի խոշորացումը, պահպանելով հողի նկատմամբ սեփականության իրավունքը։ Ոչ թե ասելու են հողի վրա աշխատելը քեզ ձեռ չի տալի, գնա Երևան առաքիչ աշխատի կամ տաքսու վարով։ Սեփականության իրավունքը պահպանվելու է, մենք չենք կարող հանդուրժել, որ գյուղերը վերադառնան 100-150 տարի առաջ, լինեն կուլակներ եւ բատրակներ։ Զարգացնելու ենք բարձրարժեք գյուղատնտեսությունը, թե բուսաբուծության, թե անասնաբուծության բնագավառներում։ Օգնելու են գյուղացիներին եւ ֆերմերային տնտեսություններին ձեռք բերել բարձրարժեք սերմեր, տնկիներ, ցեղական անասուններ, ինչպես նաեւ գյուղ տեխնիկա։ Խրախուսելու ենք ինտենսիվ այգիների եւ ջերմոցային տնտեսությունների հիմնումը։ Գյուղատնտեսությունը շատ գիտելիքահեն ճյուղ է։
չեն կարող գիտելիքի նվաճումները չծառայեցնել գյուղատնտեսության զարգացմանը։ Գյուղատնտեսությամբ զբաղվողներին տրամադրելու ենք մինչև 15 միլիոն դրամի 100% սուբսիդավորմամբ վարկեր, ավելի պարզ 0%-ով վարկ մինչև 15 միլիոն դրամի սահմաններում մեր գյուղատնտեսությամբ զբաղվողներին։ Շուկականից զգալիորեն էժան գներով գյուղացիներին տրամադրելու ենք բուժանյութեր, պարարտանյութեր, սերմացու և վառելիք։ Հիմա գյուղացուն, որ հարցնում ես, ասում ես ինչ հիմնական պրոբլեմ ունես, ասում են ջուրը և ապրանքի մթերումը։ Ջրի կառավարումը բարելավվելու է, մթերման հարցը լինելու է գյուղատնտեսական քաղաքականության հիմքում։ Ռազմավարական նշանակության ապրանքների համար գործելու է մթերման նվազագույն գին։ Իրականացրել ենք մթերող ընկերություններին տրամադրող վարկային միջոցների նպատակային սուբսիդավորում։ Չի կարող մարդը չարչարվի խաղողը աճացնի, հետո իր խաղողի ձեռը կրակն ընկնի։ Այնպես որ մի զարմացեք, որ 2025 թվականին, 24 թվականի համեմատ խաղողի այգիների տարածքները էլի նվազել են։ Գյուղացու ֆերմերի աշխատանքը ապահովագրված է լինելու։ Չի կարող մարդը ամբողջ տարի տանջվի, աշխատի, մեկ էլ հոգ սրտահարություն, կարկուտ, երաշտ, մորեղ ու մի քանի ամվա ընթացքում ամբողջ աշխատանքը ջուրը թափվի։ Սուբսիդավորելու ենք կարկտապաշտպան ցանցերի ձեռքբերման տրամադրվող վարկերը։ Խտացնելու ենք հակակարկտային կայանները և դրանց աշխատանքը դարձնելու ենք արդյունավետ։ Գյուղատնտեսական ապրանքները ապահովագրվելու են առնվազն 4 բնական աղետներից՝ կարկուտ, երաշտ, սրտահարություն, երբեմն նաև ջրեղեղներ են։ Գյուղատնտեսության ծավալն ու եկամտաբերությունը ավելացնելու համար թիրախային ֆինանսական աջակցություն է տրամադրվելու մթերումն իրականացնող ընկերություններին, որ ընկերություններն չասեն լավ խաղող է, լավ լոլիկ է, բայց փող չունենք, որ մթերենք։ Վերջը պետք է կարողանաս սպառումն էլ մեծացնես, որ արտադրությունը մեծանա։ Եվ վերջո պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը։ Մենք իրեք Ռուսաստան չենք, անծայրացիր դաշտեր, հողեր չունենք։ Մենք չենք կարող մեզ այդ ճոխությունը թույլ տալ, որ հողերի, վայելահողերի կեսը չմշակվի։ Թիրախային աջակցություն չմշակված հողերը մշակողներին։ Ժամանակին մենք արեցինք տենց փորձնական ծրագիր, մեծ ազդեցություն ունեց։ Եվ կրկնեմ, չենք կարող մեր գյուղացիներին թողենք միայնակ արտաքին մարտահրավերների առաջ։ Չենք կարող։ Մեր գյուղատնտեսական շուկան լինելու է պաշտպանված, որպեսզի մարդը իր աշխատանքի արդյունքը տեսնի, որպեսզի մենք ապահով զգանք, որ երկիրը ինչ-որ չափով իր պայմանային անվտանգությունը կարող է ապահովել։ Ուստի մենք ևս մի անգամ ասում ենք, աջակցելու ենք, օգնելու ենք հնարավորինս մատչելի ֆինանսական ռեսուրսներ, բարձրաձայնակ խորհրդատվություն, արտահանման հարցում աջակցություն, արտահանման աշխարհագրություն ընդլայնում, որպեսզի մարդկանց եկամտաբերությունը բարձրանա, երկրի պայմանային անվտանգության խնդիրը լուծվի և բարձրանա գյուղական համայնքների կենսամակարդակը և կենցաղը։ Միասին մենք դա կարող ենք անել։
ինչ անելու ենք, միասին ենք անելու։